Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-25 թվականների գործողությունների ծրագրում կարևոր տեղ է հատկացված պատերազմից տուժած անձանց եւ գերությունից վերադարձած անձանց զինծառայողների աջակցությանը։ Գործողություն 5-ի 1-ը նախատեսում է պատերազմից տուժած անձանց եւ նրանց ծնողներին անվճար հոգեբանական եւ հոգեբուժական օգնության տրամադրում։ Ցավոք պետք է փաստել, որ այս գործողությունը ֆինանսավորման բացակայության պատճառով չի իրականացվել։ Նշված գործողությունն ունի կարևոր նշանակություն, քանի որ պատերազմից տուժած անձինք եւ նրանց ընտանիքի անդամները կարող են ունենալ լուրջ հոգեբանական խնդիրներ, որոնք կարիք ունեն մասնագիտական աջակցության, եւ նշված գործողության չկատարումը կարող է առաջ բերել հոգեկան առողջության ոլորտում լուրջ խնդիրների, ներառյալ կյանքի որակի վատթարացում, աշխատունակության նվազեցում, սոցիալական մեկուսացում, ընտանեկան խնդիրների առաջացում։ Երկարատև հեռանկարում սա կարող է առաջ բերել ծանր սոցիալական եւ տնտեսական հետևանքների ինչպես անհատների, այնպես էլ ամբողջ հասարակության համար։ Գործողություն 5-ի 2-ը նախատեսում է երաշխավորել գերությունից վերադարձած անձանց զինծառայողների ֆիզիկական եւ հոգեկան առողջության համակարգի ներդրումը, ռազմական հակամարտությունների համատեքստում գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանությունը եւ հայրենիք վերադարձից հետո նրանց համապատասխան վերականգնողական մասնագիտական աջակցությունը միջազգային մարդասիրական հիմնարար իրավունքների եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքներից են։ Հատկանշական է, որ գերությունից վերադարձած անձինք շատ հաճախ ունենում են բարդ եւ բազմաշերտ խնդիրներ, որոնք պահանջում են երկարատև եւ բազմամասնագիտական աջակցություն։ Սակայն մինչև նշված գործողության կատարումը պետության կողմից պետք է քայլեր ձեռնարկվեն գերիների վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Այս համատեքստում անհրաժեշտ է համակարգված մոտեցման որդեգրումը, որը պետք է ներառի դիվանագիտական ջանքերի ակտիվացում, միջնորդավորված բանակցությունների վարում, միջազգային իրավական գործիքների կիրառում։ Պետք է ընդգծել, որ վերոնշյալ գործողությունների կատարման համար որպես ֆինանսավորում նախատեսված է օրենքով չարգելված այլ աղբյուրները։ Այս եզրույթը խնդրահարույց է, քանի որ այն չի ապահովում կայուն եւ երաշխավորված ֆինանսավորում։ Հաշվի առնելով ազգային ռազմավարությունների դերը եւ կարեւորությունը պետության զարգացման գործում, անհրաժեշտ է հստակեցնել ֆինանսավորման աղբյուրները։ Օրենքով չարգելված այլ աղբյուրները կարող են պատճառ հանդիսանալ ռազմավարությունից բխող մի շարք կարևոր գործառույթների չիրականացման համար։ 5-ի 1 գործողության օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է ֆինանսավորման բացակայությունը ազդում նման կարևոր ծրագրի իրականացմանը։